Եթերում հեռանկարն է։ 10 տարի առաջ դեկտեմբերի 9-ը հռչակվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։ Եվ այս տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի առաջարկած բանաձևը, որով առաջարկվում էր դեկտեմբերին անցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ։ Հանդիպումներ անցկացվեցին ՄԱԿ-ում։ Ցեղասպանություն վերապրած երկրների միջազգային պատվիրակություններ եւ փորձագետներ այս օրերին հյուրընկալվեցին նաեւ Հայաստանում։ Երևանի պետական համալսարանում կայացավ ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում կանխարգելում խորագրով միջազգային գիտաժողովը։ Ինչ թեմաներ էին այդ համաժողովի օրակարգում քննարկենք ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանի հետ։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, մեր հրավերը ընդունելու համար։ Ըստ էության, հենց Հայագիտական ինստիտուտն է այս ամենը կազմակերպել եւ սկսենք խորագրից։ Ցեղասպանություն, հիշողություն, ճանաչում կանխարգելում։ Սա ինչ ուղերձ է հղում։ Շնորհակալություն։ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտական հետազոտությունների ՀԿ-ի հետ միասին նախաձեռնեց այս միջոցառումը։ Մենք ցանկացանք ընդգծել առաջին հերթին նաև ունիվերսալությունը, մեր кейսը տեղավորել այս ընդհանուր comparative, այսպես կոչված համեմատական ցեղասպանագիտության դաշտում եւ պատահականություն չէ, որ ոչ թե ապրիլի 24-ին այս անգամ, այլ դեկտեմբերին։ Եվ այս համատեքստում մենք կարևորում ենք ոչ միայն ունիվերսալությունը, այլ նաև որոշակիորեն գիտական հանրությանը, որոշակի, եթե կարելի այսպես ասել, գիտական սուվերենության ընդգծումը։ Բերել առաջնակարգ մասնագետների ավելի քան 29 երկրներ ներկայացնող ավելի քան 50 մասնագետների Երևան, որոնք թելադրող կարծիք ունեն, եթե կարելի ասել, հեղինակավոր կարծիք, եւ գիտական սուվերենություն ասելով ես նկատի ունեմ, որ ինքնին, տեսեք, մենք հաճախ օտարները ուսումնասիրում են մեր кейսը, մեր դեպքը, մեզ ուսումնասիրում են որպես օբյեկտ եւ ընդգծում նաեւ որ կրկնվող ցեղասպանությունների ժողովուրդ է եւ այլն։ Երևանում նման միջոցառում անցկացնելով մենք ցանկանում ենք ընդգրկել հենց մեր գիտական սուվերենությունը։ Երևանում մենք ընտրում վեկտորը, մենք ընտրում ենք տերմինաբանությունը, մենք ենք տալիս որոշակի տոնայնություն առանձին իրողությունների։ Մաքսիմալիզմ չի, իհարկե, որոշակի ոլորտներում տալիս ենք նաեւ մեթոդաբանության, մեզ հետաքրքրող հարցերի միջազգայնացում, բայց եւ փորձի փոխանակման տեսանկյունից։ Սա կարելի ասել ինտելեկտուալ անկախության դրսևորում է, ցույց տալ, որ մենք անկախ ենք, մենք ոչ թե օբյեկտ ենք, այլ սուբյեկտ։ Եվ թելադրող նարատիվների, նարատիվներ, նաև մեթոդաբանությունն ու վեկտորը թելադրելու իմաստով։ Սա անչափ կարևոր է։ Երկրորդը, որ ես ցանկանայի ընդգծել, դեռ Փիթեր Հաասը մի տեսություն ունի, որը կոչվում է էպիստեմիկ համայնք, բայց բարձեցնելով ես նշեմ, փորձագետների էլիտար մի խումբ, որը գիտակ է, որը հեղինակավոր կարծիք ունի, դոմինանտ կարծիք ունի որոշակի ոլորտում, եւ այդ ցանցը ստեղծելով, ինտելեկտուալ ցանցը ստեղծելով ազդում է որոշումներ կայացնողների վրա։ Սա անչափ կարևոր է, երբ դու բերում ես առաջին կարգի մասնագետների եւ դարձնում ես քո դեսպանը նաեւ որոշակիորեն։ Այն նույն թեզերը, որ նա արտահայտում է այլտեղ, նա արտահայտում է Երևանում եւ անմիջապես ըստ դրա դա ենթադրում է ընդհանուր արժեքների համակարգի չափավորում, ընդգծում, դա ենթադրում է պատճառահետևանքային կապերի ընդհանուր մոտեցում, ընկալում, դա ենթադրում է ճշմարտության որոնման միևնույն սանդղակի մշակում եւ քաղաքական միևնույն նպատակներ։ Այս 4 իրողություններ, եթե դու ստեղծում ես փորձագետների հեղինակավոր ցանց եւ դու իր մեջ ես այդ ցանցում, դու կարող ես նաեւ ազդել որոշումների կայացման վրա եւ իհարկե օրակարգի ստեղծումը։ Ես անչափ կարեւորում եմ, որ մեր հարևանները երբեմն փորձում են ստեղծել մեզ համար օրակարգ եւ այս միջոցառումը անցկացնելով մենք նաեւ ցույց ենք տալիս, որ նաեւ չենք շեղվում մեր օրակարգից։ Ավելին, մենք այդ soft power-ի, եթե մեր կոնտրպարտներները փափուկ ուժ են կիրառում մեր նկատմամբ, իհարկե մենք այդքան ֆինանսական միջոցներ չունենք, որպեսզի նրանց հակազդենք նույնպիսի ֆինանսներ ծախսելով, բայց մենք կարող ենք փաստահեն ուսումնասիրություններ անելով, պասիվ սգալուց ակտիվ քննարկումների եւ փաստահեն մշակումների վրա հենվելով կատարենք եւս մեկ քայլ եւ ինչու ոչ, նաեւ օգնենք
կառավարության նաև օգնենք շահագրգիռ կողմերին մեր որոշակիորեն այսպես կոչված եթե կարելի ասել եւ soft power-ի միջոցը փափուկ ուժի կիրառմամբ եւ նաև որոշակի track 2-ի կոնտեքստում, հա, օգնել մշակել այնինչ չեն ասում, այլտեղ կարող են ասել այդ ցանցի շրջանակ։ Հիմա արդեն ավարտված է գիտաժողովը եւ որոնք են եղել արդյունքները, երբ մյուսների հետ քննարկել եք եւ Անչափ կարևոր էր, որ երբ մենք հրավիրել էինք եւ աշխարհարչակ, կարելի է չեմ խորշում այդ բառից, իրավագետների, ցեղասպանագետների, նաեւ Օսմանյան կայսրության մասնագետներ, որոնք իրենց խոսքը ասացին, որոնք նոր ուղղության սկիզբը դրեցին, նոր հարթակ նույնիսկ կարելի ասել հիմնվեց եւ այս շրջանակներում ես կարող եմ ասել, որ շեշտադրումներ ոչ միայն հիշողության կոնտեքստում, ոչ միայն այսպես ճանաչման, այլև կանխարգելման կոնտեքստում դրվեց, որովհետև միջազգային իրավունքի տեսանկյունից, ինչպես օրինակ իր ելույթում Ռուբեն Սաֆրասյանը նշեց, մեր այս միջազգային իրավունքը հաճախ հետադարձ post factum արձագանք է, կա հանցագործություն, արձագանքում են, չկա հանցագործություն, չի արձագանք, եւ այս կոնտեքստում նախացեղասպանական իրողության նաև ֆիքսումը եւ կանխարգելումը նույնպես կարևոր է։ Այսինքն կարելի է ասել տրվեց ինչ որ չափով մենք սադրեցինք լավ իմաստով քննարկումները այդ դաշտում կամ միջազգային իրավունքի մասնագետ Օտո Լյուխտերհանդի իր զեկույցում, որը ուսումնասիրել է հայկական քեյսը, որը ուսումնասիրել է Արցախի իրողությունները եւ այլն իրավական տեսանկյունից նման նոր մոտեցումները արդեն post 2023 իրողություն ներկայիս իրողությունների կոնտեքստում ինչպես է նաեւ այդ տրավմայի իրողությունները նաեւ գալիս եւ իրավական դաշտ եւ գալիս հոգեբանության դաշտ եւ դրա մասին նաեւ խոսեցին հոգեբանները մենք ձգտեցինք այս համեմատական վերլուծության կոնտեքստում անել մի իսկական ուղեղային հարցակում այսպես ասած եւ որոշակի ուղղությունների համար նախնական սաղմեր մշակվեցին կարելի ասել չեմ խոսում այդ ձևակերպումից Հիմա դուք նշեցիք որ այդ ցանցի գոյությունը նրանով է պայմանավորված որ դա նաեւ ազդեցություն ունենա իրական քաղաքականությունների վրա աշխարհը խոսում է ցեղասպանության կանխարգելումների մասին բավական երկար բայց այդ ցեղասպանությունները կարծես թե շարունակվում են ինչն է պատճառը ինչու չի կարողանում այդ գիտական հանրույթը եւ ընդհանրապես փորձագիտական հանրույթը ազդել իրական քաղաքականությունների վրա Շնորհակալություն իրականում սա այն հարցն է որ բազմակողմանի ուսումնասիրվեց հենց ցեղասպանագիտական մեր կոնֆերանսի շրջանակներում եւ այստեղ նշվում էր այլևս երբեք կարգախոսը կարծես թե մնում է կարգախոս բոլորը հերթական ցեղասպանությունից հետո նշվում է այդ մասին եւ այստեղ կարեւոր է հենց կանխարգելման որոշակի բանաձևերի մշակումը նաեւ իրավական հենքի ստեղծումը ցանկացած ճանաչումը ինքնին քաղաքական ակտ է բայց այդ ճանաչմանը պիտի նախորդի նաև իրավական հենքի ձևավորում, փորձագիտական կարծիքի, որտեղ քաղաքական գործիչը որոշում կայացնողը հենվում է փորձագիտների հեղինակավոր կարծիքի վրա եւ անհրաժեշտ է ձևավորել նախ քո օրակարգի փորձագիտական խմբի տեսակետը, որի վրա կարողանան հենվել, որովհետև ցավոք որոշակի իրողություններում մեր տեսակետը դոմինանտ չէ դեռևս։ Եվ ահա այս կոնտեքստում որոշակիորեն մտնել այդ դաշտ, ոչ թե ցույց տալ բացառիկությունը, դա անշնորհակալ գործ է իմ կարծիքով, այլ հենց համեմատական վերլուծության կոնտեքստում ձևավորել համախոհների, փորձագետների դաշտ, որը կմոտեցնի եւ իրավական ձևակերպումները կմոտեցնեն։ Այս իրողությունը լրջորեն քննարկվել է եւ կարծում եմ այն նյութերը, որ կտպագրվեն արդյունքում, իսկ դա լինելու է բավական հետաքրքիր կոլեկտիվ մենագրություն, նույնպես որոշակի հենք կհանդիսանա հետագա ուսումնասիրությունների համար։ Շատ հաճախ նաև այսպիսի իրողության են ականատես լինում, երբ որ տարբեր պետություններ, ցեղասպանությունները մարդկության դեմ կատարված հանցագործությունների փաստերը օգտագործում են որպես լծակ մեկ այլ պետության հետ իրենց հարաբերություններում որոշակի նպատակի հասնելու համար։ Այսինքն օգտագործվում է այն ժամանակ, օրինակ բարձրաձայնվում է, ասում է, այ գիտեք, ես հիշեցնում եմ ձեզ այս մասին, միայն տարբեր նպատակներ։ Ինչ անել, որպեսզի իմիտացիան եւ իրականությունը այսպես հավասարակշռվեն եւ գնանք իրական դաշտ։ Իրականում բազմաթիվ պետություններ, նաև ժողովուրդներ անցել են այդ փուլերով, շահարկումը
եւ ձգտել են խուսափել այդ շահարկումից։ Տիպիկ օրինակներից մեկը Իսրայելն է հոլոկոստի հետ կապված։ Երբ օրինակի համար Մենահեմ կոնկրետ Դավիթ Բեն-Գուրիոնը ձգտում էր անտեսել, որտեղ նշում էր դա ամոթալի էջ է, նույնիսկ հոլոկոստը ամոթալի էջ է, պետք է կերտել նոր հրյայի կերպարը, որը հեռու լինի հոլոկոստից, որտեղ այնտեղ կոտորել են ինձ, մենք ստեղծում ենք նոր քաղաքացի, որը եւ պետությունն է։ Իհարկե առաջին երաշխիքը պետությունն է։ Ցանկացած իրողության կոնտեքստում ուժեղ պետությունը, որը բացառի ցեղասպանությունը, որը բացառի, որ հայ ժողովուրդը կլինի, ինչպես Թեսա Հոֆմանն էր որակում, կրկնվող ցեղասպանությունների ժողովուրդ։ Դա անչափ կարևոր է, որպեսզի դա բացառվի եւ այլևս երբեքը իրոք գործում է Իսրայելի կոնտեքստում եւ հաճախ է նշվում Մենահեմ Բեգինից սկսած է, որ օրինակի համար իսրայելական կոնտեքստում դոմինանտ է արդեն իսկ որ կարող է դա մտնել ինքնություն, բայց որպես դա հաղթահարած ժողովրդի արդեն փաստ։ Եվ իհարկե իմ թիվ 1 բանաձևը թերևս ուժեղ պետության գոյությունն է։ Շատ պետականազուրկները ավելի շատ են ենթարկվում իհարկե կարելի ասել առաջին կարծիքն է որ ավելի շատ, բայց մենք գիտենք նաև պետության սեփական քաղաքացիների դեմ իրականացված ցեղասպանությունները եւ մենք ձգտել ենք այս կոնֆերանսի ընթացքում դիտարկել բոլոր հնարավոր մոդելները, այսինքն չանտեսել։ Այստեղ մեր հյուրերն էին օրինակ Ռուանդայից, Բուրունդիից եկածները եւ դիտարկվել է նաև այս իրողությունները, նաև իրողություն, երբ նույն ժողովուրդը հուտու թուցիների դեպքում մի դեպքում եղել է զոհ, մի դեպքում իրականացնող եւ նաեւ պոստ-տրավմատիկի իրողությունը, հաղթահարումը սրա, բայց թերևս կոնկրետ քայլերի իրականացումը եւ իրականում ցեղասպանագիտությունը կարծում եմ լուր սքալու գիտություն չէ, այլ ակտիվ գործողություն նոր մեթոդներով, ոչ թե հասարակ փաստահավաքի, փաստահեն իհարկե վերլուծություններ, բայց նոր մեթոդներով եւ անչափ կարեւորում եմ նաեւ օրինակի համար արբանյակային հնագիտությունը, որը անչափ կարևոր է փաստահավաքության իմաստով, երբ դու հեռու ես, երբ դու չես կարող ուսումնասիրություն կատարել, բայց արբանյակային հնագիտությունը քեզ օգնում է ցույց տալ, որովհետեւ եկեղեցին պարզապես քար չէ, այն անձնագիր է, այն որ վկայում է քո գոյության մասին, քանդելով եկեղեցին, ձգտում են վերացնել քո անձնագրից քո գրանցումը։ Եվ անչափ կարևոր է, որ մենք դիտարկենք նա, որ ինքնության կոնտեքստում դրվելով, ոչ թե դնենք դա որպես զոհի կոմպլեքս, այլ բացառման վճռականություն։ Այս իրողությունը իհարկե շեշտելով, որ Հայաստանի դեպքում մեզ հայերիս դեպքում ուժեղ պետության գոյությունն է Ես նաև նկատի ունեի այլ երկրների կողմից։ Օրինակ, եթե Միացյալ Նահանգները օրինակ բարձրացնում է այդ թեման կամ ինչպես վերջին դեպքներ նույն Իսրայելի հետ կապված, Իսրայելի վարչապետը հայոց ցեղասպանության մասին խոսեց։ Եվ ըստ էության սա այն դեպքերում է, երբ որ որևէ լծակ ուզում են այլ երկրի նկատմամբ կիրառել, որովհետև իրենց միջև գնում էր Թուրքիայի եւ Իսրայելի միջև այդ հակամարտությունը։ Նկատի ունեմ սա, որ պետությունները օգտագործում են ուրիշների ցավը երբեմն որոշակի նպատակներու հասնել։ Ինչպես պիտի գործել նման դեպքերում։ Շատ հաճախ է լինում եւ մեր հայերիս դեպքում էլ եղել է, երբ ինչ որ երկրի հարաբերությունները Թուրքիայի հետ սրվում են եւ նրանք անմիջապես բարձրացնում են հայոց ցեղասպանության հարցը, կամ այլ դեպքերում ֆրանսիացիների հետ հարաբերությունները սրվում է եւ գաղութներում իրականացված ինչ որ իրողություններ են նշում։ Թերևս կարևորը մեկ այլ բանաձև է, որ շարժվել ազգային շահերի տեսանկյունից, որքանով է բխում, կարևոր չի նա թե իրենք ինչ են ասում, կարևորը դա բխում է մեր շահերից, թե ոչ, եւ ինչպես մենք կարող ենք դա աշխատեցնել։ Ես դա ամենևին չեմ խորշում այդ կոնկրետ այդ տերմինոլոգիան օգտագործելով, որովհետև կրկին եղել են ժողովուրդներ, էլի պիտի անդրադառնամ հոլոկոստին, երբ նույնիսկ ճանաչման դեպքում, երբ Գերմանիայի հետ համաձայնություն պետք է լիներ կամ ճանաչումը Գերմանիայի կողմից, հրեական հասարակական կարծիքը քննարկում է, իսկ ով են նրանք, որպեսզի իրենք որոշեն, դա եղել է թե ոչ, մեզ համար դա փաստ է, կամ ինչու պիտի մենք վաճառենք այդ հիշողությունը ինչ որ գումարների համար, բայց եկավ այդ գիտակցումը, որ անհրաժեշտ է ուժեղ պետություն, ոչ միայն տարբեր փաստարկներ բերվեցին, եւ շեշտում եմ այն, որ կարեւոր չէ նրանք ինչու են դա ասում, կարեւորը այն է, թե մենք ինչ նպատակ ունենք եւ որքանով է այս կամ այն խոսույթը կամ այս կամ այն քայլը մոտեցնում մեզ մեր նպատակներին։
Դուք ունեք միջազգային օրինակներ, երբ որ այսպիսի իրազեկումը, վերլուծությունները որոշակիորեն ազդել են կամ մեղմացրել են ցեղասպանության կամ կանխարգելմանն են նպաստել կամ ցեղասպանության հետևանքներին են մեղմացմանն են նպաստել։ Օրինակները իհարկե բավականին բարդ ինքնին հարց է եւ իրականում իհարկե ինչպես նշում ենք հիշողության կոնտեքստում, երբ ես նշեցի նույնիսկ իմ ելույթում ամնեզիայի երևույթությունը, հիշողությունը անչափ կարևոր է եւ նաեւ ոչ թե սքալու այս կոնտեքստում, ոչ թե զոհի կոմպլեքսի, այլ կայացնելու կոնկրետ փաստահենի հիման վրա, կա նաև ճանաչումը կարևոր, բայց կանխարգելման կոնտեքստում ցավոք միջազգային իրավունքը, ինչպես գիտեք, կահում է, բայց այնուամենայնիվ որոշակի իրողություններ կան, որ նաև քաղաքական որոշակի պայմաններում, նաև որոշակի նպաստավոր փաստահավաք իրողությունների կոնտեքստում եղել են եւ բոսնիականի դեպքում կարելի է նշել, նույն կարելի է նշել Ռուանդայի կոնտեքստը, որ նույնպիսի իրողություն է եւ այս կոնտեքստում իհարկե հայկական իրողությունը փոքրինչ այլ է, ուշացած գուցե այս կոնտեքստում, բայց ես ուզում եմ շեշտել հենց ես դիտարկում եմ դա էպիստեմիկ համայնքի, ինչպես նշեցի, այս կոնտեքստում, որ եթե չի եղել, չի նշանակում է, նույնիսկ եթե չլիներ, չի նշանակում, որ չի կարելի հասնել դրան։ Ինչ որ բան միշտ լինում է առաջին անգամ եւ կարելի է այս դաշտում մոտեցնել, այսինքն աշխատանքը տանել եւ այդ ուղղությամբ մշտական աշխատանքը նաեւ օրակարգ ստեղծել։ Ես անչափ կարեւորում եմ, որ ոչ թե մեր հարևանները ստեղծեն մեր օրակարգը, այլ որոշակի մեր նախկին եւ գործող օրակարգի շրջանակներում մենք հավատարիմ մնանք որոշակի իրողության։ Դա չի նշանակում նույն մեթոդներով։ Դա նշանակում է թեկուզ այլ մեթոդներով, բայց կրկին ուժեղացնելու համար քո դիրքերը, իրավական դիրքերը, քաղաքական դիրքերը եւ դա նաեւ կոնվերտացնել որոշակի դաշտում։ Դա նույնպես ես դա նաեւ որոշակի որպես միջազգայնագետ եմ դա ուզում շեշտել։ Գիտաժողովի առանցքում հետեւյալներ մշակել նորարարական ռազմավարություններ, արդյոք ես ճիշտ եմ հասկանում, որ ձեր նշածը հենց այդ նորարարական ռազմավարությունն է։ Այո, կարծում եմ, որ դա եւ մի շարք այլ իրողություններ, որ սահմանային վիճակում են եւ որոնք կլինեն մեր կոնֆերանսի արդյունքը, կարծում եմ դեռևս կլսենք այս կոնֆերանսի որոշակի գործնական արդյունքների մասին։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, ես հիշեցնեմ իմ զրուցակիցը Վահրամ Պետրոսյանն էր։